Ողջույն ձեզ պարոն Սիմոնյան։ Կարճ կարելի է։ Ես նույն դեպուտատի որ առաջ եղելած երկու սակցությունից հիմա որ դուրս է եկել, ասել Չկազում պահանջ ինչ կատում է։ Իրեն լկտի խոսակցության համար ոչ։ Որտեղ օրենքը օրենքը թույլ չի տալիս, ինչ դուք ծանոթանաք այդ փաստը։ օրենքը թույլատալի օրենքով են։ Դա ուրիշ խոսակցություն։ Դա որևիցե պահանջում են հասցնակ դա որևիցե ես ասել եմ առաջ, որ մենք արան դատական Մեր համար այդքան բան է, ելի շատ ծնողների համար շատ բան է, դրանք խոսեցին ինչպես չխանգարեցին։ Ինքը իրան լկտի է պահում, փոխանակ դուք իրան ասեք գիտես ինչ, չի կարելի խոսում են, բոլորս է խոսում են, ինքն էլ չէ, հիմա ես ու դու էլ ենք, հա, բայց մենք ավելով բանք չենք։ Ինքը իրան տենց իրան մտածում էր, որ ես իրան իր տեղը ցույց տվեց, բոլորին իրաց տեղացույց եմ տալու, որ վերանը ավելորդ բաց։ Պարոն Սիմոնյան ջան, որովհետև ասենք ես ինչքան հանդիպում եմ ունեցել, ամեն ինչ եղել է ստի հիման վրա։ Ու դա հիմնավորում է։ Ձեր մասին չէ, հանդիպումները չէ։ Պարոն Սիմոնյան, դուք ասացիք, պարոն Սիմոնյան, ասացիք շատ բան է արել, ինչ արել, որ ասում եք վարչապետը շատ բան է։ Ես հիմա երկու զոհվելու հանգամանքում եմ երկու ասել։ Ես իրավունք ունեմ հարցնում ես, ես հարցին հիմա չեմ ասել։ Երբ որ տեսնում եք, երբ հիմա չէ։ Երբ մոտավոր կարող եք մեզ ասել, երբ դրանեք, որ ասեք դու գավականին հարցին եք դեռ կարող ասեմ։ Ես դեռ 6.5 ժամ այդ անգամ հանդիպել եմ նիստում չենք ասել։ Օգուտ չկա, վանդեխի չասեցի։ Ես չիմացին երեխին պիա, ոնց։ Ընդ հարցը բացացել ենք, պատասխան չենք ստացել։ Զոհված զինծառայողի ծնողի եւ ազգային ժողովի նախագահի խոսակցություններ։ Հիմա ասենք բան եք խոսում ազգային ժողովի նախագահի հետ։ Աշխոնը հավեր չի, ասեք նույն ձևի որ ում է թաղում են, ձերները դնում են որ տենան բան չի տանում այս աշխարհից։ Մենակ հոգին համբարձվում է երկիր։ Ինչև էլ էինք ստելա։ Ես եթե մասլակները մի ուղի։ Ես շատ եմ հարվում բոլորից, էլ յոգակի Ինչ էր պատահել։ Ինչ է պատահել։ Բոլոր ենք օր, ես քայլում եմ Երևանում։ Մի րոպե։ Հանգիստ։ Քիչ առաջ ուրեմն Բերման են ենթարկում համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին Ալեն Սիմոնյանի հայհոյանքից հետո նրան կարգի հրավիրելու փորձելու համար։ Պարոնայք ոստիկաններ հստակ հայհոյեց Ալեն Սիմոնյանը։ Հայհոյանքը լսեցիք դուք։ Հարգելիներս հայհոյանքը լսեցիք պարոն Սիմոնյանի։ Քիչ առաջ Բերման են ենթարկում Արսեն Վարդանյանին, համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին։ Այս մարդը ինչ արել, ընդամենը հայհոյանքին է։ Այո, Ալեն Սիմոնյանը ինչ փորձել է վիրավորել։ Մի վարքյան, հա, խնդրում եմ, լրատվամիջոցը, մի վարքյան։ Ինչի Բերման ենթարկեցիք այս մարդուն, Ալեն Սիմոնյանը հայհոյեց։ Ալեն Սիմոնյանը հայհոյեց, ինչ արեց այս մարդը։ Ուր տարավ Վարդանյանը Արսենը։ Համահայկական ճակատ կուսակցության ղեկավարին քիչ առաջ Բերման ենթարկեցիք ինչի համար։ Ուզում ենք իմանալ։ Մի հատ
իմ Հովանին։ Ուր են արեք։ Մի րոպե։ Ես էլ ապրումներն եմ նեշ չգործել, լսին, ինձ վիրավորել չկա, ով վիրավորել, մա իրա պատասխան Սրանով դուք ցույց տվեցիք, որ որոշ մարդկանց նպատակը ոչ թե ինչ-որ բան իմանալն է, ոչ թե քո ասած բարձր բաներից խոսալն է, այլ բերեց կամերան մի ասեց, ինձ վիրավորեց, որ դա ցույց տա։ Իր նպատակը դա է։ Դու նորմալ մարդ ես, պարոն Մենք իրար խոսում ենք, ես ոտոց ենք, հետա կամերան միացրեց, ինձ վիրավորեց, որ դարձի կվուր տվեց, իպա կամերաները մասի չեմ ուզում կրկնեմ, ինձ տողկով ասնում է, ինձ կվուր տվեց, իրա պատասխանը ստացա, մենք խոսացինք, չէ, դու իրանից վատ տղա չես, ես իրանից վատ տղա չես, դա կարիքը չկա, մենք ինչ եք սենց Բայց դուք էլ հայհոյեցիք, պարոն Սիմոնյան, դուք էլ հայհոյեցիք։ Վարսեն Վարդանին ինչի բերման ենթարկեցին այս ոստիկանները։ Ձերովա չէ խոսում։ Ես հանդես արենը դիմու ձեր ես ձերից մեր խոսակցությունը մենք հանդիպել ենք շատ անգամ ձերը իրան է դեպը շատ անգամ մենք հանդիպել ենք դուք եկել եք ստե ես արգել եմ իջել հիմա այս արարքը եթե դուք չդատապարտեք եթե դուք այս մարդկանց գամերը չքաշեք ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսել եմ Հիմա մի հատ բան ես պաշտպանության նախարարության հետ կամ որից է հիմնանքի աշխատել է լսի Ալկոհոլը օգտագործած զերտ իջասան է ճիշտ ասում ալկոհոլը օգտագործած պետք է բան չանի լսի դուք եկել եք ինչ հարգանից եմ մոտիկացել այդ լակոտը այդ գյադեր իրան թույլ տվեց ինքը կրված իրան թույլ տվեց ինձ վիրավորել Ես են ասացի Իր դեմը հետևի Ագրավյան չենք ստես ֆորում ուրիշ մեր հարցերից չենք շեղվում այլևս ես որևիցե շփում ձեր հետ չեմ ունում Մի րոպե բան ասեմ մի րոպե Ալեն մի րոպե Սահակյան, Վարդանյանին ուր տարան։ Վարդանյանին որ բաժին տարան ու ինչի համար։ Միկանորա, Միկային գտեք մետ հասկանանք, ասում եք հայհոյել այն, ձեզ Սերան եմ հայհոյել։ Առաջինը ինքն է հայոյել։ Ինքը, Ալեն Սիմոնյանը, նկարահանված է դա։ Всё, ուրեմն Կանա չեն թողում կամ մենք մի րոպե, բայց ասում են, որ առաջինը Ալեն Սիմոնյանն է հայհոյել, հետո նոր Միկան։ Հիմա մենք էդի ուղիղ եթեր կա, կտեսնենք ու շատ ամեն ինչ բարձ կդառնա, նաև կհասկանանք, թե Արսենին տարան Վարդանյան։ չենք սարքում, Միկա առաջին ով է հայհոյել, կներես, Ալեն Սիմոնյանն ասում է առաջինը դու ես իրան հայհոյել։ Վիդեո մերևում ես Всё, վիդեո մերևում շատ լավ։ հնարավորինս սադրենք տվի։ Մենք ուղիղ եթերով ունենք նկարած։ Ամբողջը նկարահանվել է, իմ ուղիղ եթերում էլ կա։ Իրա ԱԺ նախագահի հայհոյանքն էլ կա։ Ես իմ ականջներով էլ եմ լսել։ Մենք էլ ենք գնում բաժին։ Ձեր ծնողների մոտ գնաց։ Ծնողների մոտ եղեք Միկա ջան, մենք էլ բաժին ենք գնում։ Պինդ կացեք։ Ճիշտ է ասել, որ ասել է Արցախը Հայաստան է, լինելու է։ Ժողովուրդ ջան, կներեք, ես ամբողջ ընթացքում չանջատեցի այս եթերը։ Փաստացի ինչ կատարվեց։ Ալեն Սիմոնյանը մոտեցավ զոհվածների եւ անհետ կորածների հարազատներին, չցանկացավ պատասխանել կարևորագույն հարցերին, ինչպես նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավորները տեսանք, որ հերթով դուրս եկան, որից է մեկ այդ ծնողներին կներեք, բայց պետք է ուղիղ ասեմ, բանի տեղ չդրեց։ Այսպես եւ քիչ անց էլ դրանից հետո արդեն մեր համահայկական ճակատ շարժման
կուսակցության ղեկավարին Արսեն Վարդանյանին, չգիտենք ինչի համար ձեռքերը օլորեցին ու բերման ենթարկեցին։ Փաստացի իմ եթերում ինձ եք նկարում։ Շնորհակալություն։ Փաստացի իմ ուղիղ եթերում երևում է, որ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել է Հայաստանի Հանրապետության քաղաքացուն եւ ստացել է պատասխան։ Եթերը կա։ Ծնողներն են այստեղ։ Լավ, եթերը կա, նկարահանված ամեն բան կա։ Մենք քիչ անց այդ ամենին արդեն կտեղեկանանք այս պահին։ Մենք մեր ընկերների հետ, շարժման անդամների հետ գնում ենք։ Գնացեք այնտեղ, մենք գնանք բաժին։ Դու մնա այնտեղ, հա։ Մոտեցի այնտեղ։ Լավ, ծնողները քանի որ այստեղ են, զանգով կլնեք տեսնեմ ինչ եղավ։ Կներեք։ Քանի որ ծնողները այստեղ են, ես որոշեցի մնալ ծնողների մոտ։ Մենք նույն բացենք մայրը, մենք չենք ուզում իմանալ, հաստատ կնիչ։ Այս 6 տարի նոր եք ուզում ասել։ Ինչ լսելու բան կա։ Քաղաքացիական համազգեստով ախրանա։ Ես օրվան բաց եք ասում, էդ է տելիս։ Այսպեսի պատասխան ծնողների հետ։ Ոչինչները չենք բարձանում։ Ծնողներ ջան։ Տեսանք։ Այսինքն այսօր դաժան հարցը տալիս ես ասում եք քննիչով Ձեր երեխեքն են գնալու, հայի ձեռքով, հայ մայրերի ձեռքով, ձեր երեխեքն են գնալու։ Ծնողներ ջան, եկեք գնանք մի րոպե հələ տեսնեմ։ Էսա, չեք խփան էսա։ Ուրա գնում ես ծնողների վարկը։ Այս բանը Մի րոպե կներեք։ Հանգիստ։ Հələ մի վարկա։ Դու ես 6 տարի, դու ես 6 տարի ինչ պիտի անես։ Ոչ հանգստանամ, ես 6 տարի ոչ։ Մի խոսացեք, դու կարում ես խոսացай աննորմալ։ Լավ, Կարում ես խոսալ։ մայրիկ ջան, ծնող ջան, խնդրում եմ, մեռնեմ սրտի։ Ո՞քի կաննա խնդարը սատունողների այդ։ Մի ասեք, բառ մի ասեք, խնդրում եմ, եկեք գրկեմ ձեզ։ Գրկելու բանը որն է այս 6 տարի է հələ իրա Ես պիտի ֆիքսեմ, կներեք։ Զոհվածի մայրը, նորմալ է, որ այդպես անի։ Դե ուրեմն հարգանքով խնդրում եմ ու պահանջում եմ նաև։ Հաստորեն, տղաներ, հարգանքով, տղաներ, խնդրում եմ հարգանքով։ Խնդրում եմ հարգեք մոր էմոցիաները։ Գնա հերու։ Լավ, ոչինչ, մայրա, էմոցիաներ են, մի քիչ իրանց իրավիճակի մեջ մտեք։ Հա, վсё։ Իմ պարտքն է ես էլ։ Ինձ մի րոպե։ Առանց քաշքշելու։ Հա, լավ, մի րոպե ես դուրս գամ ստեղից։ Ես
Լրատվական է, մի որ գա։ Շվեդից։ Okay, այստեղ եմ չեմ գնում ուրիշ մի ոչ մի տեղ։ Մի քիչ էլ կանգնեք, Ալեն Սիմոնյանը կհասնի արդեն իր նստավայր։ Մոք ջան։ Հիշեցնեմ այս պահին բոլոր հետևորդներին, որ քիչ առաջ Ալեն Սիմոնյանը հայհոյանք հնչեցրեց քաղաքացին փոխադարձ հայհոյանք հնչեցրեց, որից հետո մոտեցան մարտական ընկերները գլխավորությամբ Արսեն Վարդանյանի համահայկական ճակատից եւ չգիտենք ինչի համար Արսենին բերման ենթարկեցին, ձեռքերը ոլորեցին տարան եւ հիմա փորձում ենք հասկանալ բաժնից թե որ բաժնում է նա գտնվում։ Այսպես պատ են կապել մեր հարգարժան ոստիկաները, չեն թողում, որ այն կողմում Ալեն Սիմոնյանը, որը ճողոպրում էր դեպի իր ուրեմն հավանաբար աշխատասենյակ, այսպես ցեպ կապեցին ու ծնողներին հրելով, բրդելով եւ տարբեր միջոցներով թույլ չտվեցին մոտենալ եւ իրենց խոսքը ասել Ալեն Սիմոնյանին։